Good morning, Robert Amsterdam. Բարև ձեզ, ձեզ հետ է Ռոբերտ Ամստերդամը, Սամվել Կարապետյանի փաստաբանը։ Ես ցանկանում եմ անդրադառնալ երկու մեծ ստի, քանի որ այն, ինչ անում են Փաշինյանն ու իր թիմակիցները, նույն մեծ ստի ռազմավարությունն է, որին դիմում են շատ հայտնի քարոզիչներ։ Նրանք ստում են մեծամասշտաբ, նրանք հանդես են գալիս աղաղակող հայտարարություններով, օրինակ ինձ կապելով Էփշտեյնի հետ, կամ Նարեկին վերագրելով ռուսական անձնագիր, ու երբ դու հերքում ես դա, մարդկանց միայն կեսն է լսում այդ հերքումները, կամ փորձում հասկանալ իրականությունը։ Եվ սա մի բան է, որը հույժ կարևոր է, որ հայերը գիտակցեն ընտրությունների ժամանակ։ Քանի որ ես հասկացել եմ ընտրությունների միջամտելու եւ ռուսամետության մասին այս ամբողջ թեզերը իրականում կեղծ օրակարգեր են։ Դրանք նպատակ ունեն քողարկելու այն փաստը, որ պարոն Փաշինյանը թերևս վատագույն քաղաքական տեխնացուն է բարձրագույն պաշտոնի համար, որ երբևէ գոյություն է ունեցել ժողովրդավարական ընտրությունների պատմության մեջ։ Designed to obscure the fact that Mr. Pashinyan is probably the worst political candidate for high office that has ever existed in the world of democratic elections. Եվ ես ամենևին չեմ կատակում, ես ուսումնասիրել եմ պատմությունը, ես երբեք չեմ տեսել մի առաջնորդի, որն այսքան հակասի սեփական ժողովրդի շահերին, սկսած սրբազան խորհրդանիշները հեռացնելուց, բնակչության 93%-ի եկեղեցու վրա հարձակվելուց, Արցախից եկած անմեղ փախստականներին թիրախավորելուց, մինչև այն հասարակության ու արժեքների հիմքերը քանդելը, որն ինքը պետք է ներկայացնի, նա վատագույնն է։ The very fabric and society he is supposed to represent. He is the worst. And he is also apparently Ավելին, իր վարքագծով նա մարդկանց մեջ հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ ինքը հոգեպես անհավասարակշիռ է, եւ ահա այս մոլագարն այն մարդն է, որն ուզում է դառնալ Հայաստանի վարչապետ, եւ ցանկանում է, որ մարդիկ անհանգստանան ընտրություններին միջամտելու մասին։ Դե ինչ, անկախ նրանից, թե որքան կմիջամտեն Ռուսաստանը, Ամերիկան, Ֆրանսիան կամ որևէ մեկ ուրիշը, մարդիկ ունեն աչքեր, ունեն ականջներ եւ հստակ հասկանում են, թե ով է պարզապես անընդունակ ու անհամապատասխան այդ պաշտոնի համար։ Secondly, I will raise again Երկրորդ, ես կրկին բարձրաձայնում եմ այն փաստը, որ անգամ այն փաստաթղթերում, որոնք հայաստանյան այս ստախոսները տարածում են իմ գործունեության վերաբերյալ, հենց այդ փաստաթղթերի երեսից էլ հստակ երևում է, որ մենք Էփշտեյնի հետ խոսել ենք բոլորովին այլ անձնավորության մասին։ Նրա անունը, որն այստեղ չեմ կրկնի, իրականում հենց այն փաստաթղթի վրա է, որին իրենք հղում են անում։ is actually on the very document that they cite. So I want to make it clear. Այնպես որ ուզում եմ հստակեցնել, մենք իրավական պատասխանատվության ենք ենթարկելու այս ստախոսներին եւ կապ չունի դա կլինի 10 միլիոն, թե որքան կկազմի այդ թիվը, որովհետեւ այս ճանապարհով մենք կարող ենք հակահարված տալ Փաշինյանի եւ նրա շրջապատի մեծ ստերին։ Եվ մեր միակ հույսն այն է, որ մարդիկ կգնան քվյախցիկների մոտ եւ այս մարդուն պաշտոնից կուղարկեն հոգեբուժարան, որտեղ նա կստանա իրեն այդքան անհրաժեշտ բուժումը։ Into a psychiatric hospital where he can receive the treatment he so richly deserves. Շնորհակալություն։